Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ գտնվելու վայրի դիմումներն այսօրվանից սկսած կընդունվեն։ Հիշեցնենք, այս քայլը լավ հնարավորություն է այն ընտրողների համար, ովքեր հաշվառված են մեկ այլ համայնքում, սակայն համապետական ընտրությունների օրը հունիսի 7-ին ինչ-ինչ հանգամանքներով գտնվելու են այլ համայնքի տարածքում։ Համապետական ընտրություններին ընդառաջ աշխատանքային ակտիվ եռուզեռը միգրացիայի և քաղաքացիության ծառայության Գյումրի 2 բաժնում։ Քաղաքացիները շտապում են ներկայացնել դիմումներ իրենց փաստացի գտնվելու վայրից ընտրությանը մասնակցելու և լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար։ Գյումրի 2 բաժնի պետ Նազելի Էլբակյանի խոսքով գտնվելու վայրի վերաբերյալ դիմումները կընդունվեն մինչև մայիսի 26-ը ժամը 14:00-ն։ Այս ընթացքում ծառայությունն աշխատելու է նաև շաբաթ և կիրակի օրերին։ Քաղաքացիների հոսքը կազմակերպելու նպատակով։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շատ ակտիվ դիմումների ընդունման գործընթացը տեղամասը փոխելու վերաբերյալ։ Նշեմ, որ այսօրվանից աշխատանքները մինչև 19:00 են իրականացվելու, աշխատելու ենք նաև մայիսի 23-ին և 24-ին բացառապես սպասարկելով միայն տեղամասը փոխելու ցանկություն հայտնած քաղաքացիներին։ Քաղաքացիները նույն համայնքի ներսում ընտրատեղամաս փոխել չեն կարող։ Գործընթացը վերաբերում է այն դեպքերին, երբ ընտրողը ցանկանում է քվեարկել այլ համայնքում իր փաստացի գտնվելու վայրում, սակայն օրենքով նախատեսված են նաև որոշ բացառություններ։ Նշեմ, որ նույն համայնքում տեղամասը կարող են փոխել բացառապես միայն տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահան, անդամները, էլեկտրոնային սարքը սպասարկող անձնակազմը, ինչպես նաև հենաշարժողական խնդիր ունեցող քաղաքացիները համապատասխան տեղեկանքի դեպքում։ Մնացած բոլոր դեպքերում նույն համայնքում տեղամասի փոփոխություն չի իրականացվում։ Գործընթացն այժմ ակտիվ փուլում է նաև Գյումրիում։ Կարևոր է նշել, որ քաղաքացիները դիմումները կարող են ներկայացնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում անկախ հաշվառման վայրից։ Մեծ դիմելիություն ունենք տեղամասը փոխելու ցանկություն հայտնող քաղաքացիների, ենթադրում եմ նաև պայմանավորված է հետևյալ նորությամբ, որ պարտադիր չէ մոտենալ կոնկրետ տարածքային ստորաբաժանում, այլ մոտենալով ցանկացած անձնագրային բաժին կարող է իր դիմումը ներկայացնել և իր տեղամասը փոխել ընդգրկվելով այլ համայնքի լրացուցիչ ցուցակում։ Դիմումը ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում քաղաքացին ծանուցում է ստանում այն մասին, թե որ ընտրատեղամասի լրացուցիչ ցուցակում է ընդգրկվել և որտեղ է իրացնելու իր ընտրական իրավունքը։ Բացի տարածքային ստորաբաժանումներին դիմելու հնարավորությունից, գործընթացը կարելի է իրականացնել նաև առցանց եղանակով։ Այդ նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նաև տեղեկատվական տեսանյութ ներկայացնելով դիմումների ընթացակարգը։ Մտնում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք։ Այնտեղ ընտրում եմ ազգային ժողովի ընտրություններ բաժինը, գտնում եմ էլեկտրոնային ձևաթղթեր բաժինը և գտնում եմ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակի ձևաթուղթը։ Ներբեռնում եմ ձևաթուղթը։ Ձևաթուղթը ներբեռնելուց հետո լրացնում եմ իմ ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձահաստատող փաստաթղթի տվյալները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ թե ոչ, լրացնում եմ իմ հաշվառման վայրի հասցեն, որովհետև նշում եմ, որ ես ունեմ հաշվառում, և դրանից հետո ընդհանրապես նշում եմ, որ հաշվառում ունեցող ընտրող եմ և ցանկանում եմ փոխել իմ տեղամասային կենտրոնը։ Եվ ընդհանրապես լրացնում եմ այնուհետև, թե որ տեղամասում եմ ցանկանում քվեարկել։ Դիցուք 9 կոտորակ 48։ Մնում է ինձ միայն գրել անուն ազգանունը ներքևում որպես դիմորդ։ Դիմում պատրաստ է։ Ինչ եմ անում այժմ։ Մտնում եմ իր request հարթակ, նույնականում եմ իմ mobile ID-ով։ Այնուհետև սեղմում եմ ուղարկել դիմումը, ընտրում եմ դիմումը, ընտրում եմ անհատը, ընտրում եմ էլ post-ի միջոցով ծանուցումելու տարբերակը և ընտրում եմ այն մարմինը, որ ուղարկում եմ ես դիմումը։ Միգրացիա և քաղաքացիության ծառայություն։ Առաջի տառերը MIG գրում եմ և Միգրացիայի քաղաքացիության ծառայություն տողը բերում եմ, ընտրում եմ։ Դիմումի մեջ ընդհանրապես լրացնում եմ։ Խնդրում եմ կից ընդունել իմ դիմումը ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ։ Գցել ֆայլը։ Գցում եմ այն ֆայլը, որը արդեն լրացրել եմ, Word տարբերակով։ Ֆայլը առանձին ստորագրելու կարիք չկա։ Գցելուց հետո ֆայլը գնում եմ առաջ։ Հաստատել։ Էլեկտրոնային ստորագրությամբ տարբերակն եմ ընտրում
Նորից հավաքում եմ իմ հեռախոսի համարը, որպեսզի նորից նույնականանա։ Ընդունում եմ նույնականացումը Mobile ID-ով, ներբեռնել, այսքանը պարզ։ Նշենք նաև, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններից առաջ 20-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2,483,520։ Դրանցից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում ընդգրկված ընտրողների թիվը 2925 է, իսկ հաշվառում չունեցող ընտրողների թիվը 69։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցում։ Ինքնաբացարկի դիմումները ներկայացրել բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցության, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության, Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության, Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր թվով 19 թեկնածուներ։ Ինքնաբացարկի դիմումների մի մասն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, իսկ այն դիմումների պարագայում, որոնք նոտարական վավերացմամբ չեն եղել, դիմումատուները ներկայացրել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի համաձայն պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ քան 10 օր առաջ մինչև ժամը 18 մայիսի 28-ը կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել։ Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների դաշինքների ինքնաբացարկ ներկայացնելուն։ Հրաց Սահակյան, այսօր։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշարք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու եւ անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը։ Մասնավորապես պարզվել է, որ համապետական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Խմբի անդամները բացահայտումից խուսափելու եւ իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով օգտագործել են միջնորդավորված անձանց եւ նրանց պատկանող ավտոմեքենաները։ Գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ եղանակով։ Դրանց ստացման եւ բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների աշխատողներին ու նրանց շրջապատի անձանց, իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։ Կուրս եք սանից, կան գանելա կուրս, սաղ կուրսն եմ, բայց հիմա ես գնամ իրան ասեմ, էս դու էլ մեզ նցնում չես տանում, կոսանքի Իշկաչ, այդ բաները ճիշտ է զամբիսները։ որ ճիշտ է լավ են կանում, արա փող ծախում, կյանք տենց արա փող ծախում, եթե դեք ճիշտ է իշկա, ես երբ միլիոն կդա։ Ապրես դու պենիկ ինչ ես ուզում։ Ոչ մարդը պետք որ փոխանցենք վրան։ Արամանակ ոչ չեն Իսկ ոչ բանկ փոխանցվի ոնց իսկ այդ մարզկանը բանկ բդելի մարդը վրա կամ ռուսական եթե բանը կապկան անձի Ոսա կետը ռուսական փոխանցվի արդյոք խոսքին եթե դրանք շփոթանցլե Դուք դենան կորեք մարդ մազնագանը բացային ցանը տանկեր Ղարաբաղցի կուպերան Դու նշտավի մեկն հարուստաց սաղ կյանքուն աստանի պատմի Բայց խնդիրն է դա, չէ՞ փող։ Հերեսոր դա իմ կարող։ Փոխանցենք դավոին, բարեգործական։ Դավոն կանդիդատուց է, դոնոնը մեկ տանտեր, անքու 500,000, անքու 100,000, անքու 500,000։ Բայց ըմգոր էդի մեկը նգարեց։ Կամպենացասի է։ Քելը կեսնան, գերո, Ախպեր խո այդ մոչ է։ Բռնեց, զիշտես է շան։ Տան տիրվա տան լեջ գիտենան, դու բերես 10 գնացող, դու նոր անցմտնիս, սիսախպեր։ Ինաս ինչ կա իդ մեդ մատա վիժենի, բայց ախր ախպեր կես։ Այդ տան բերան Էլ երկրորդ նորը կանտերն է, դու կտուն տվես մարդը, կերնասիս որնա։ Տանտեր է դոնց միջից կա խոսքին, եմ գտու Նատալիային տանից բիրդան փող տաս, դինք հետվե տեմա գիկան գյոտնին խոսքին սին ստիկ բերին։ Նատալիայի տան աբրողին բդի տաս, մեկի տան տիրոջ տաս, իդ մջոգի սորն ինչ պահս դա է։ Արա վախանամ սուծակ լոզին գյոտնին։ Հարավաղցիկ լմու խան։ Սգոյն ընձի փող տևե տենդրանը կոնտրում։ Իմ մարը Ախպեր տան վարձի էր։
Հայք եք ինձ կծեր ախպեր մի հատ կարտոշկա, չգիտեմ, 568,000 կարտոշկա։ Այդ պրոգրամը ուշադրը վերոս ախպերս ես տանք ծարոյի անունից եկեն ամիսան ուրիշ մարդ այդ մարդն է չում տասի մարդ թավից ես վերում դրանց վերում 2,608 Ես մեկ 58 անգամ ասին ախպեր ծայրաստիճան ուր հայկական կուրս է թռել ախպեր Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական բարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և բարութային այլ գործողություններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների խնդրանքով 2-3 օրով հետաձգում է Իրանի դեմ հարձակումը, որը նախատեսված էր մայիսի 19-ին։ Նրա խոսքով պատերազմի ավարտին ուղղված լուրջ բանակցություններ են ընթանում և համաձայնությունը մոտ է։ Եթե մենք կարող ենք դրան հասնել առանց նրանց ռմբակոծելու, ես շատ ուրախ կլինեմ, ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ ներկայիս դադարը շատ դրական զարգացում է։ Թրամփը միևնույն ժամանակ ընդգծել է նախկինում էլ եղել են դեպքեր, երբ համաձայնությունը շատ մոտ է թվացել, սակայն ոչինչ չի ստացվել։ Սա մի փոքր այլ է, նշել է նա։ Այս հայտարարությունից առաջ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ հաշվի առնելով Պարսից ծոցի երկրների ղեկավարների հանդեպ իր հարգանքը հրահանգել է չիրականացնել նախատեսված հարձակումը, սակայն պատրաստ լինել Իրանի դեմ լիակատար լայնամասշտաբ հարձակման, եթե ընդունելի համաձայնագիր ձեռք չբերվի։ Թրամփը ևս մեկ անգամ շեշտել է, համաձայնագիրը պետք է ներառի կարևոր կետ՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Իրանից արձագանքել են ԱՄՆ նախագահի հայտարարությանը։ Երկրի գերագույն առաջնորդի ռազմական գծով խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերջնաժամկետ է սահմանում, այնուհետև չեղարկում այն, հույս ունենալով, որ կարող է իրանցիներին ստիպել հանձնվել։ Ռեզայիի խոսքով Իրանի զինված ուժերը կստիպեն հակառակորդին նահանջել։ Իր հերթին Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ղեկավարը հայտարարել է, որ իրենք ավելի ուժեղ են դարձել և պատրաստ են պատասխանել ցանկացած ագրեսիայի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ բանակցությունները չեն նշանակում կապիտուլյացիա։ Նրա խոսքով Թեհրանը բանակցությունների մեջ է մտնում արժանապատվությամբ, պահպանելով իրանցի ժողովրդի իրավունքները։ Չինաստան պաշտոնական այցից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկու երկրի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ և որ ռուս-չինական հարաբերությունները կայունացնող դեր են խաղում համաշխարհային ասպարեզում։ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները հասել են իրապես աննախադեպ մակարդակի։ Կողմերը միմյանց աջակցում են երկու երկրի շահերին վերաբերող հարցերում, այդ թվում ինքնիշխանության և պետական միասնության պաշտպանության հարցում։ Ակտիվորեն զարգացնում են կապերը քաղաքականության, տնտեսության և պաշտպանության ոլորտներում, ընդլայնում են մարդասիրական փոխանակումները։ ՌԴ նախագահի խոսքով հենց այս հարցերն են լինելու Պեկինում նախատեսվող բանակցությունների օրակարգում։ Պուտինը նաև բարձր է գնահատել Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի տրամադրվածությունը երկարաժամկետ հեռանկարում համագործակցելու Ռուսաստանի հետ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը վաղուց գերազանցել է $200 միլիարդ։ Պուտինը նաև ողջունել է երկու երկրի միջև առանց վիզայի ռեժիմի փոխադարձ սահմանումը։ Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Չինաստան տեղի կունենա մայիսի 19-ից 20-ը։ Ավելի վաղ մայիսի 13-ից 15-ը պետական այցով Չինաստանում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ռուսաստանը և Ուկրաինան զանգվածային հարվածներ են հասցրել իրար։ Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 անօդաչու թռչող սարք։ Խարկովում 2 մարդ է զոհվել, Օդեսայում թիրախավորվել է նավահանգստային ենթակառուցվածքը։ Ռուսաստանն էլ հայտնել է գիշերը երկրի 18 շրջանների և Ղրիմի երկնքում ուկրաինական 315 ԱԹՍ խոցելու մասին։ Զանգվածային հարվածների տակ է հայտնվել Յարոսլավի մարզը։ Յարոսլավլից դեպի Մոսկվա ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը դադարեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Մոսկվայի երկնքում ևս անօդաչուներ են խոցվել։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը և Բելարուսը հայտնել են զորավարժությունների մասին։ Բելարուսի պաշտպանության նախարարությունը մայիսի 18-ին հայտնել է միջուկային զենքի մարտական կիրառման վարժանքներ սկսելու մասին ռուսաստանցի զինվորականների մասնակցությամբ։ Այնուհետև Ռուսաստանն է հայտնել, որ մայիսի 19-ից 21-ը կանցկացնի միջուկային ուժերի նախապատրաստման և կիրառման պլանային զորավարժություններ, որոնց կմասնակցի ավելի քան 64,000 զինծառայող։
Բոլիվիայում հակակառավարական ցույցերը մեծ մասշտաբներ են ստացել եւ տարածվել ամբողջ երկրով։ Ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Անկարգությունները սկսվել են, երբ աշխատանքային պայմանների դեմ բողոքող հանքագործները երթով շարժվել են դեպի կառավարական պալատ, պահանջելով Ռոդրիգո Պասի հրաժարականը, որը 6 ամիս առաջ է ստանձնել երկրի նախագահի պաշտոնը։ Հանքագործներին միացել են նաեւ ֆերմերները եւ այլ ոլորտների աշխատողներ, որոնք սկսել են շարժվել դեպի մայրաքաղաք Լա Պաս։ Երկու դեռահաս կրակ են բացել Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի մզկիթներից մեկում, սպանելով 3 մարդու։ Նրանք այնուհետև հրաձգության վայրից մի քանի թաղամաս այն կողմ մեքենայում ինքնասպան են եղել։ Հրաձիգները 17-ամյա եւ 18-ամյա տղաներ են։ Նրանցից մեկին արդեն որոնում էին, քանի որ մայրն հազանգել էր ոստիկանությանը, որ որդին ինքնասպանություն գործելու մտադրություն ուներ եւ փախել էր տնից։ Նաեւ անհետացել էին տանը պահվող զենքերից մի քանիսը։ Ոստիկանությունը միջադեպը հետաքննում է որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն։ Ըստ իրավապահների հայտնաբերվել է երկտող, որը պարունակում է ատելության խոսք եւ հռետորաբանություն։ Սյուզաննա Չրաղյան։ Ընդամենը 3-ից 4 կիլոգրամ ցորենի սերմից աճած շիվեր, շուրջ 950 քառակուսի մետր տարածքով կարտոֆիլն ամբողջությամբ պարարտացնելու համար Գանձակցի հողագործ Յուրիկ Հարությունյանի կանաչ պարարտացման փորձն է։ 3 տարի առաջ տնամերձ հողամասում կարտոֆիլ ցանելիս մի փոքր հատվածում սերմի վրա ցորենի կանաչ զանգված ավելացրեց ու հետևեց աճին։ Այդ տարածքում կարտոֆիլի բերքն առանձնացավ առատությամբ, ապրանքային տեսքով ու համային որակով։ Այժմ կարտոֆիլի ցանքին նախապատրաստվում է աշնանից, ցորեն ցանելով։ Օշունը հոկտեմբեր 2-ին ցորենը ցանում եմ, ցելոֆաները քաշում եմ վրան, ջրում եմ իհարկե։ Ես որ կոնան չմորթին սուրտեն գնեմ, պետք է դրա վրան ցուն կա էլի։ Ցունը ինչքան շուտ կա, այնքան ձեռնտու է։ Որ ցունը կա, օրթին իմանում եմ, գալիս բացրեմ, ցունը նստում վրան, քարունը ես ցուն ալում ցելոֆաներ քաշում եմ վրան։ Դրա համար իսկան մեծացել է։ Ցորենի երիտասարդ շիվերի կիրառումը ցանքից մինչև բերքահավաք մի քանի կարևոր ազդեցություն ունի։ Եթե ցանքից հետո անձրևներն ուշանում են, հոգ չէ։ Կանաչ զանգվածն իր խոնավությունը սերմին է տալիս, ապա աստիճանաբար սնում այն, իսպառ վերացնելով լրացուցիչ պարարտացման անհրաժեշտությունը։ Թե նկատեցիք, ես 7-ից 8 սանտիմետր եմ բացում։ Կորտոշկեն դնում եմ, կորտոշկյուրը եթե 6 սանտիմետր հող ալնում, բնական է իդի օրևից շուտ չորանում է։ Ինք խոնավություն է պահում։ Կորտոշկի կորերասեր մի 3-ից 4 օր ավելի արագ աշխատում, դուս տալիս։ Գալիս է օգոստոսի սկզբին արդեն փտում է, դառնում մաքուր հումուս։ Հանդելու ժամանակ էլ մի հատ հատիկ չես դնա, որ այստեղ ցորենու է ցամված։ Այդ էս փտում դառնում հումուս։ Մենք ես չէ՞լ համատարած էդի սրսկում ենք։ Էլ մեզ որդից օրուց։ Ես խիամ իսկան տոնջում, ես էլ եմ օգտվում։ Այս տարի շիվերին նաև այլ բնական պարարտամիջոց է ավելացրել՝ գոմաղբի ու տորֆի խառնուրդ։ Կարտոֆիլագործին հետաքրքիր է, թե կանաչ պարարտացումն այս դեպքում ինչպես կաշխատի։ История մի process ավելացրեմ, դենամ ինչ արդյունք կստանամ։ Ես էլ խառն է, էլի 3 տեսակի գոմաղբա։ Միգնել, միմպորտնել օրերը, ոսի փորձեմ, էլի փորձանք։ Ոսենք ստեից ես օրած ստանում 2 տոննա, հիմա ստանում եմ 3 տոննա։ Դե մի տոննայի տարբերություն շատ է, ահավոր է տանջանքը, բայց դժգոհ չէ։ Եթե մարդել կա, կուզեն տանջվեն, թողոնեն։ Սրա եկամուտը հաշվա 1 հեկտար կարտոշկի եկամուտը։ Բերքն իրացնելու խնդիր Յուրիկ Հարությունյանը չունի, ասում է, սպառողները նախընտրում են փոքրինչ թանկ, բայց օրգանապես մաքուր կարտոֆիլ գնել։ Բանջարաբոստանային մյուս կուլտուրաների մշակման մեջ եւս հողագործը կիրառում է կանաչ պարարտացման իր տեխնոլոգիան։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողները կիլոմետրեր կտրել Զանգեզուրի պղենձամոլիբդենային կոմբինատ էին հասել սեփական աչքով տեսնելու արդյունաբերական հսկայի աշխատանքը։ Այսպիսով հանրապետության խոշորագույն ձեռնարկությունը շարունակում է հետաքրքրել եւ շուրջը հավաքել ուսանողներին ու դասախոսներին, եւ ինչպես բոլորը նախ հրահանգավորում են անցնում, ստանում արտահակուստ եւ ուղիղ դեպի բացանք։
Բնձամոլիբդենարինը որպես Հայաստանի ամենախոշոր կազմակերպություններից մեկը եւ ամենաունիկալներից մեկը հետաքրքրության կենտրոնում է միշտ եւ վերջին շրջանում հատկապես բավականին ուսանողների մոտ հետաքրքրություն է առաջացել։ Ես այս չափի չէի պատկերացնում իրականում հանկը, դե նկարներով ավելի փոքր էի պատկերացնում։ Գիտեի, որ ամենախոշոր հարկատուն է, թիվ 1 հարկատուն է։ Այդ մասով է շատ հետաքրքիր, թե ապակատնտեսակետեմ ավելի շատ հետաքրքրում է այդ ֆինանսական հատվածներով։ Մինչև այս տեղեկությունները ստանալը ես չունեի այդ պատկերացումները, թե այստեղ ինչպիսի իրավիճակ է լինում ու այդ գործունեությունները ինչպես են ծավալվում, բայց երբ որ ներկայացվեց այդ ամեն ինչը մեզ ու նաև հնարավորություն նախաձեռնվեց, որ այստեղ գտնվենք ու մեր աչքերով էլ տեսնենք ու ծանոթանանք, այդ շատ մոտիվացրեց ինձ ու ես շատ ցանկացա գալ, տեսնել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմի ներկայացուցիչներն ամիսներ առաջ էին այցելել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, խոսել ոլորտից, պատասխանատու հանքարդյունաբերությունից եւ հենց այս հանդիպումն էլ փոխադարձ այցի առիթ էր դարձել։ Գյումրեցի ուսանողները պատրաստակամություն էին հայտնել տեղում ծանոթանալու Հայաստանի արդյունաբերական ներուժի հետ ստանալով հավաստի տեղեկություններ։ Երբ որ տեսանք ուղղակի հաշվետվության տպագիր գիրքը եւ հասկացանք, որ իսկապես թափանցիկ է աշխատում ընկերությունը, հասանելի են բոլոր տվյալները հանրությանը եւ ցանկության դեպքում կարելի է ցանկացած հարց ֆինանսականից սկսած եւ վերջացրած արտադրական հարցերով ուսումնասիրել եւ ավելության ենթարկել, ինչը շատ հաճելի է եւ շատ լավ կլիներ, որ բոլոր կազմակերպությունների պարագայում նման փորձը տարածվելի լիներ։ Երբ որ որոշ ընկերություններ այդ շահագործում են, իրենք պետք է որոշակի պատասխանատվություն ունենան նաև այդ նույն հասարակության նկատմամբ թափոնների կառավարման, էկոլոգիայի եւ այլն։ Եվ կարծում եմ, որ այս նախաձեռնության հիմնական նպատակներից մեկը այն է, որ ընկերությունը հենց տեղում ուսանողներին ցույց է տալիս այն գործընթացները, թե ինչպես է դա ամբողջը շահագործվում, նաև արտադրական process-ները անշուշտ որ մենեջմենտուալ առումով կարևոր է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ով դասախոսում է հանրապետության տարբեր բուհերում, այդ թվում Գյումրու մասնաճյուղում, ուսանողների հետ հերթական այցով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում էր։ Ոլորտի վերջին ուսումնասիրությունների վրա հենվելով ասում է, 2025-ը հանքարդյունաբերության համար ձեռքբերումների տարի էր։ Հանքարդյունաբերությունը օրինակ 2024-ին 7% էր, ապա 2025-ին արդեն վերարտահանումը որ վերացավ, ոսկու եւ ավտոմեքենաների սարքավորումներ եւ այլն, արդեն հանքարդյունաբերությունը կազմում է 2025-ին ընդհանուր արտահանման 22%, այսինքն կարող ենք արձանագրել, որ արտահանման մոտ 1/5 մասը ապահովում է հանքարդյունաբերությունը, որը եւս մեկ անգամ փաստում է, որ մեզ համար դա արտարժույթ բերող, դրսից փող բերող հիմնական ճյուղերից մեկն է։ Բաց հանքի տարածքում արդյունաբերական տեխնիկայի տեղաշարժով հիանալուց հետո գյումրեցի ուսանողները դասախոսների հետ միասին այցելեցին նաև հարստացուցիչ ֆաբրիկա։ Հսկա սարքավորումները ոչ պակաս գրավիչ էին։ Հանքաքարի մշակման փուլերին հետևեցին, լուսանկարեցին ամեն բան եւ ինչպես բոլորը խոստացան վերադառնալ ու ինչու ոչ աշխատել առաջատար ընկերությունում։ Հերմինե Միքայելյան, Արթուր Հայրապետյան։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում եւ կից շինություններում գործում է կազմակերպված հանցավոր խմբավորում։ Տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մայիսի 13-ին քրեական ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել են ենթադրյալ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող համակարգչային տեխնիկան։ Մասնավորապես իրավապահները հայտնաբերել են մեծածավալ թվային սերվերային համակարգեր, որոնց միջոցով գործարկվել են առցանց խաղային հարթակներ, օգտագործելով հոսթինգ ծառայություններ։
Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարան, որտեղ պահվել են առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ, տարբեր պետությունների անձնագրեր, ինչպես նաև կրիպտոակտիվների պահպանման համար նախատեսված հատուկ կրիչներ։ Խուզարկության ընթացքում մենք նույնիսկ հայտնաբերեցինք, որ որոշ անձանցից, որոնք որ իրենց գործունեությունը ծավալում էին հենց այդ խմբի կազմում, վերցրել էին վերջիններիս անձնագրերը եւ նմանատիպ գործունեությունը նաեւ բնորոշ է մարդկանց թրաֆիքինգի հանցավոր հատկանիշներին եւ ներկայումս լայնածավալ քննություն է իրականացնում պարզելու, որ արդյոք բացի հափշտակությունից կան նաեւ թրաֆիքինգին բնորոշող հանցավոր արարք։ Ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հանցավոր գործունեության բարդ մեխանիզմի մանրամասները։ Մասնավորապես խմբում ներգրավված անձինք քողարկվելով Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվան ներքո եւ փող լրացնելով միմյանց գործողությունները իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Ասիական պետությունների քաղաքացիներից կազմված ենթադրյալ հանցավոր խումբը գործել է նախապես մշակված դերաբաշխմամբ, կիրառելով հատուկ մեխանիզմներ։ Նրանց գործունեության հիմքում եղել է թվային տիրույթում տարածված կեղծ գեմբլինգը։ Հատուկ ծրագրային ապահովման եւ համակարգչային տեխնիկայի միջոցով ստեղծել են բազմաթիվ կեղծ առցանց խաղատներ, որոնք լայնորեն գովազդվել են տարբեր երկրներում։ Ինչ է կեղծ գեմբլինգը, առհասարակ իրենից ներկայացնում, հանցավոր խմբերի կողմից ստեղծվում են օնլայն հարթակում կեղծ խաղատներ եւ այդ կեղծ խաղատների միջոցով հափշտակում են քաղաքացիների գումարները։ Հիշյալ հանցավոր խմբավորումը հենց նմանատիպ գործունեություններ իրականացրել եւ այդ խաղատներում գումարները կարող էին մուտք կատարվել բացառապես կրիպտոակտիվների տեսքով եւ այդ կրիպտոակտիվների օգտագործումը նպատակ ուներ քողարկել նաեւ հանցավոր խմբի գործունեությունը, այն անձինք, ովքեր որ այդ խաղատներից օգտվում էին եւ կրիպտոակտիվներով գումարները մուտք էին անում հիշյալ խաղատներ, վերջիններս առհասարակ շահելու հնարավորություն չէին ունենում եւ կորցնում էին նշված խաղատներում մուտքագրած իրենց ամբողջական գումարը։ Ընդ որում հանցավորները ստեղծել էին նաեւ գոյություն չունեցող կեղծ կրիպտո միավորներ, USDT-ին բնորոշ եւ նաեւ այդ եղանակով էին փորձում քաղաքացիներից հափշտակել նրանց կողմից խաղատներում մուտքագրած գումարները։ Վարույթային գործողությունների շրջանակում սերվերային համակարգերի առգրավման արդյունքում կեղծ խաղային որոշ հարթակների գործունեությունը դադարեցվել է։ Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։ Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները մայիսի 17-ից 18-ը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 1132 արձանագրություն, այդ թվում ոչ ստավ վիճակում վարելու 35, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու 20, չամրակապված վարելու 284, վարելու ընթացքում ծխելու 164, հեռախոսից օգտվելու 96 եւ այլն։ Հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության տարածքային բաժիններ է տեղափոխվել 11 անձ, 9 թմրամիջոց ապօրինի պահելու, 2-ը սառը զենք կրելու կասկածանքով։ Վարչական իրավախախտում կատարելու հիմքով 1 անձ համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել ոչ ստավ վիճակում հասարակական վայրում գտնվելու համար, եւս 1 անձ Մալայսիայի բաժին է ներկայացվել զենք կրելու կանոնները խախտելու համար։ Ուժեղացված միջոցառումները կրում են պարբերական բնույթ։ Մայիսի 11-ից 18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4544 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 215 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 167 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 131 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 33, չամրակապված վարելու 652, առանց մանկական նստատեղի քարսիտի 43, վարելու ընթացքում ծխելու 513, վարելիս հեռախոսից օգտվելու 237, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 73 եւ 1622 այլ իրավախախտում, 92 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 120-ը տեխնիկական զրնություն չանցած, 42-ը լուսարձակների անսարքությամբ, 38-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 91 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16140
71 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 274 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստաբ 243 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 410 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 63 չամրակապված վարելու 3832, առանց մանկական նստատեղի քարսիտի 269, վարելու ընթացքում ծխելու 635, վարելի սեռախոսից օգտվելու 701, հետիոտնին, որ սահմանված վայրով անցնելու 127, արագության գերազանցման 2794 եւ 5115 այլ իրավախախտում։ 301 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի 869 տեխնիկական զննություն չանցած, 388-ը լուսարձակների անսարքությամբ, 169 թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 12 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 23 անձ։